Բոլորին բարև ժողովուրդ, նկարում ենք փոքր ռում տուր, քանի որ նախորդ տնից տեղափոխվելուց հետո լիքը բան փոխվել է այս թազասենյակում, լիքը բան ավելացել է իմ մոտ։ Հենց որ սեթափի վրայով մի հատ անցնենք, պատմեմ ինչն է ավելացել, ինչն է փոխվել, ու ձեզ էլ հաճելի դիտում։ Առաջի աչքի ընկնողներից երևի թե հենց այս քեյսն է, Rock Hyperion քեյսն է, չգիտեմ, շատերը իրան չեն սիրում, նույն իմ ընկերներից Bless-ը, տենց տանել չի կարում այս քեյսը, բայց իր մեջ բավականին շատ տարածք կա ինչ-որ ստեղծագործելու, կոպիտացից եթե ինչ-որ փախած սեթափ եք ուզում հավաքեք, իր հարմարությունն է լավ, որ կարող ես, չգիտեմ, արագ ինչ-որ դուռը բացես, գործողություններ անես, փակես, չգիտեմ, ուրիշ քեյսերի պես չելի քանդել եւ այլն։ Ներսի փոփոխություններից նաեւ եղել է այս Vadio կան, NZX-ը Kraken Elite-ն է նոր, ավելի մեծ էկրանով, սենց շրջանաձև բացվետկա եզրերով, ու շատ գոհ եմ իրանից։ Տենց, այս քեյսի մասով փոփոխություններ սետափում մկնիկը երկրորդ փոխվեց, առաջ հիմնական G502-ները որպես երկրորդ այս Gravestar-ի մուկներ, բայց այս ոնց որ իր ֆորմայի հետ կապված ինձ տենց էլ չհարմարվեց, վատ մուկ չի, բայց հիմնական որպես չեմ կարող օգտագործեմ, ու երբ սրա զայրատկեն նստում են, ինձ պետք էր փոխարինող երկրորդ բան, որպես երկրորդ մուկ, ու արա այս Basilisk V3 Pro-ն, принципе վատ մուկ չի, բայց Logitech-ին որակապես ինձ թվում է все-таки մի քիչ զիջում է։ Սոֆտի առումով վատը չի, լավ սոֆտ ունեն։ Փոփոխություններից, ուրեմն դիմացիս էկրանն է ViewSonic-ի պրոֆեսիոնալ մոնիտորը, որը ունի իր կոմպլեկտում կալիբրատոր, այսպես կալիբրատորը ներքևի մասում իր կամերա կա, որ էկրանի վրա կախում ես ու կալիբրովկա ես անում, ասենց ինչ-որ շրջանաձև մենյու կա, ասենց կառավարվող, շատ հարմար է մի խոսքով էլի, բավականին կայֆոտ մոնիտոր է, 10 բիտ գույնով, 165 Hz ու ռեկուկակետայնություն է, բայց իր հիմնական ֆիշկեն հենց իր գույներն են, ասենք շատ ճշգրիտ լինում է նաստրոկը անել ամեն երանգը։ Փոփոխություններից նաև նոր keyboard-ն է, նախորդ վիդեոյում սա չի եղել, ուրեմն Maschinic KT 84 մոդելն է, սրանից առաջ 68-ն է ունեի, հիմա այն կողմը դրած է։ Սրա տարբերությունը, որ արդեն էկրանների պիքսելների քանակն է շատ ավելի ինչ-որ հավես անիմացիաներ կարող գնաք, ու այս անկյունում ոնց որ էկրան ունի, կարող ես այս էկրանի վրա ինչ-որ գիֆեր դնես, այնա Rogi լոգոն է հիմա դրած, տենց ինչ-որ մենյուն իր օգտագործես, իհարկե սեբանը սա, ոչ որ այս մենյուով նաստրոկը արվում, ես տենց Rogi թեմայի մեջ մոդինգ եմ արել, տենց լոգոներով ամեն ինչը, ոչմ Republic of Gamers keyboard ենք ստացել, ասենց կեյքափներից սկսած ամեն ինչով վերջացրած, բայց Maschinic KT 84 մոդելն է, շատ գոհ եմ, բայց էկրանները մի կողմ հիմնական պատճառ փոխելու այս նոր keyboard-ը առնելու դե ծառայեց այն, որ ստեղ կա F-երի շարքը, նախորդ օրինակ մենակ այս թվերի հատվածով ավարտվում էր, ու եթե օրինակի համար ասենք Alt F4-ն եք, հա, ձեր սիրած ուզում անեք ինչ-որ խաղից, ձեր ընկերը ձեզ ներվայնացրել է, չեք կարող անեք, պետք է անեք Alt F-N ու 4, այսի Alt F4-ը համարվում։ Դրա համար ես ջոգեցի, որ ինձ все-таки F-երի շարքը հարկավոր է ու առա այս keyboard-ը։ Շատ գոհ եմ այս keyboard-ից, համ իր typing-ն է շատ լավ հնչում, չգիտեմ, դե ստաբիլիզատորները եւ այն շատ որակով են, համ էլ, չգիտեմ, տեսքը լրիվ տարբերվող է մնացած ինչ-որ keyboard-ներից, շատ կայֆ է նայվում։ Կարանք մի հատ էլ անցնենք նաեւ այն ամեն ինչի վրա, ինչը մնացել նախորդ տուրում, ուղղակի մարդիկ կան կարողա չեն տեսել։ Ուրեմն աուդիոյի համար մեր մոտ պատասխանատու է Audient ID14 աուդիո կարտան, երկու հատ մոնիտոր դինամիկներ RGB LSR 306 մոդելն է, ներքևում ունենք subwoofer-ը, LSR 310-ն է, առանց բուֆերի էլ իրենք բավականին կայֆոտ ձեն ու բաս ունեն, բայց սրանով լրիվ ուրիշ ձեն է դառնում։ Beatmaking-ի համար ստեղ ունենք AKMPK 225 որպես MIDI keyboard, շատ գոհ եմ իրանից, էլի շատ կայֆ մագնիտնի կլավիշներ ունի, ու ստեղ MPC-ն է հենց արդեն sampling-ի համար, ինչ-որ sampling գործեր անել, ճիշտ է, այս հատվածում է կարաս անես, բայց ստեղ touchpad կա եւ այլն շատ ավելի հարմար լինում է լիքը բան անել։ Միկրոֆոնների մասով մեր մոտ այստեղ Shure SM7DB մոդելն է, սթրիմերների, բրոդկաստերների մոտ շատ տեսած կլինեք, այն մենակ ես կաստոմում արես, պետք է սև լինի, ես կուպկեն ես եմ փոխել, որ ընդհանուր սետափի հետ սազի, բայց ինչն է իր կարևորը, որ սթրիմինգի համար շատ կայֆ ձեն է տալի, շատ ոնց մսոտ, բասոտ ձեն ես կարող իրանից ստանաս, շատ գոհ եմ իրանից, թե երաժշտություն կարելի իրանով ձայնագրել, թե սթրիմի համար իդեալական է, ճիշտ է գնայինով շատերի համար անիմաստ կլինի, որովհետև $550 կարգի այս մոդելը կարակ ինչ-որ FIFA-ին է առնեք, եթե ուղղակի սթրիմ եք անելու, բայց ես երաժշտություն եմ ձայնագրում, նենց որ իմ համար կարևոր էր որակով մայք վեկալել։ Web կամերա որպես երկու Logitech Brio է ստեղ վերևից արմրացված, որպես դիմային մեկը ֆրոնտալ պատկեր է, մեկն էլ կողքից, հիմնականում այս կողքի պատկերն եք տենում, բայց այն էլ դիմացից արդեն շատ կայֆ է, որ սթրիմի վաղ կարում ես երկու կամերաների մեջ տանց տեղափոխվես, հավես է նայվում համ սթրիմում, պրոֆեսիոնալ ավելի նայվում, ու չգիտեմ, հետաքրքիր ավելի դարձնում սթրիմը ձեր։
Ստե ունենք հիմնական դիմային լույսը, որ ավելի տենց яркий լույս է խփում դեմքիդ, դրա համար էս softbox-ը դրած է վրան, որ չհոգնածնի, իսկ լույսը շատ է հոգնածնում, եթե սա չլինի աչքերդ։ Այստեղ ուրեմն կողքից ընդգծող լույսը, կապուտ լույսը դրված գույնը, որ կարողանաս ինչ-որ տենց քեզ ֆոնից առանձնացնես։ Վերևից մի հատ լույս, որը որ մեջքի կողմից է խփում, ետևից է ընդգծում, ու մի հատ էլ նույն ֆունկցիան կատարող ստե փոքր լույս։ Լույսը շատ կարևոր է, ժողովուրդ, քանի որ սթրիմի վաղ անկախ նրանից թե ինչ կամերա է ձեր մոտ, եթե դաժե ինչ որ պրոֆեսիոնալ կամերա է դրած միացված, հա, ինչ որ կամլինկով եւ այլն, եթե չկա լավ լուսավորություն, ունենալու եք զիբիլ պատկեր։ Այդ միշտ հիշեք։ Նկարչության մասով մեր մստե Wacom Cintiq 22 մոդելն է, սրա վրա սաղ օր աշխատում են, նկարչության գործերն են մեր մոտ։ Չգիտեմ, ով տեղյակ չի IT ոլորտում եմ աշխատում, խաղային ոլորտում որպես թվային նկարիչ, սրա վրա եմ հիմնականում աշխատում։ Կոմպի դիմացում ունենք Stream Deck-եր, առանց սրանց ես իմ տեսած գործել չեմ պատկերացնում, ստե առաջի Stream Deck Plus-ն է, որտեղ հիմնականում ձենին աստրոկաներն են, այնտեղ ձեն բարակացնել, հաստացնել, բան տենց ինչ-որ ֆունկցիաներն ավելի ձենին աստրոկաներն է, ստե իմ մոտ բին դարած։ Այս կողմում երկու հատ սովորական Stream Deck-ա, ամեն մեկը տենց 15 կոճակով։ Մեծ Stream Deck-ից չարը համ կոճակների քանակով էր քիչ ստացվելու, համ էլ ֆորման նրա շատ մեծ է, դրա համար երկու հատ իմ այստեղ 15 կոճականոց, մեկը Stream Deck-ի պեդալ ունենք, ստե ներքև էսի ոտով ես կառավարում, նույն Stream Deck-ն է, ուղղակի 3 հատ կոճակ է տալի, որ կարող ես ոտով կառավարես ու կայֆ է լինում։ Կոմպի մասով պարամետրները կարամ արագի մեջ ասեմ, ուրեմն այն 1290K 3090 SP-ին, որը որ դառնալու է 5090 շուտով, 22 TB հիշողություն ունենք, որից 6 TB NVMe է ու 128 GB Dominator RAM-երն է Corsair-ից, ու կոմպից լրիվ գոհ եմ, ու ROG Z690 բորդն է, ու շատ գոհ եմ այս կոմպից առայժմ, հələ որ գլոբալ տանց փոխելու կարիք չեմ զգում պրոցն ու մնացածը, վիդեոկարտը կփոխենք ու իդեալական ծառայելու է։ Ներքևում են մոտ 1200 Watt բլոկ պիտենյան է էկրանով, չգիտեմ, ROG Tor մոդելը, հա։ Քանի որ աղրադեմը նստած աշխատում ես, կարևոր է հոսանքի մասով վստահ լինես, որ ինչ-որ չգիտեմ, լույսերը եթե գնա, չգիտեմ, գործը չի կորի, դրա համար ստե UPS ունենք, տեչից եմ գնել, չգիտեմ, բրենդը տենց շատ հայտնի չի UPS-ների մեջ, բայց ահավոր գոհ եմ իր ավորակից, լույսերը երբ որ գնում են հանգիստ մի 10 րոպե ժամանակ են ունենում, որ այս սաղ տեխնիկան միացրած մնա, ու ես կարողանամ իմ գործը հանգիստ սեյվ անեմ, փակեմ կոմպը, անջատեմ կոպիտ ասած, 2000 վատ է, եթե չեմ սխալվում իր հզորությունը, ու բոմբ մոդել է հովացումով, էկրանով, ինֆորմացիայով եւ այլն։ Կոմպից դուրս էլ ժողովուրդ, ստե ուրեմն սենց ինչ-որ առանձին նստելու զոնա ունենք, եթե հյուրագալի կարողանան նստեն, ինչ-որ պոստերներ, սենյակի լուսավորություն, կոլեկցիոնի խաղալիքներ շատ, այնտեղ քեյքափները, ստակը դրա ստուփերով ու այս ստուփերի մեջ էլ լիքը տենց կոմպի հետ կապված բաներ կա։ Ստե ձիվումից սենց էկրանчик ունենք, էկրանները իմ մոտ շատ է, այս ձիվումի էկրանի վրա կարող ես տարբեր գիֆեր դնես էլի, որ ֆռա, չգիտեմ, սթրիմի ժամանակ ֆոնին ինչ ուզես կարած ունես YouTube-ի ֆոլոուերները ցույց տա TikTok-ի կամ Twitch-ի, շատ հետաքրքիր բան է, բայց իմ մոտ հիմնականում սենց ինչ-որ անիմացիաներ է դրած լինում։ Տենց էկրան մի հատ էլ, չգիտեմ, кейսի մեջ չհասցրեցի ցույց տամ, չպատմեցի։ Դրա մասին այս кейսը երբ որ հավաքում է, ուզում եմ ինչ-որ հետաքրքիր բան անեի, այս էկրանը մեջը ցկեցի։ Այս էլ ինքը իտոգում դժվար է որ Հայաստանում ինչ-որ մեկի մոտ հանդիպեք, բայց դրսում շատ եմ տեսել, որ մարդիկ էկրանները դնում են кейսի մեջ այս տեսակի։ Ահա որ լավ բան է, իր վրա կարող եք տարբեր անիմացիաներ դնեք ու չգիտեմ, ձեր սթրիմը եկասիրունացնեք ու ինչ-որ լավ լամպեր, բաներ ու շատ հետաքրքիր է նայվում։ Թեման կարելի ասել լրիվ տենց կոմպի ներսում կարող եք փոխեք էլի գույներն է մնացած փոխվում է ու ընդհանուր լրիվ նոր շունչ է ստանում ձեր կոմպը։ Այս կոմպի մասով երևի թե վերջ, սենյակի խաղալիքները ցույց տվեցի, ստեղ կնոջս կոմպն առանձին չանդրադառնում երևի իր Harry Potter-ի կոլեկցիաներն է, ստե School Panda-ի խաղալիքների կոլեկցիաներն է, սրանք շատ редкի տենց խաղալիքներ են, ինքներ հավաքում։ Ստե ունենք ուրեմն artbook-երի մեծ կոլեկցիա, իմ լոգոն է Grigard-ի, Dragon Ball-ից մեծ Smurf-ի կուպկական նորերից, որ այս տուն տեղափոխվելուց հետո է հայտնվել, ու Fortnite-ի մեր լամենը, ստե խաղային պոստերն այս հետաքրքիր տարբեր խաղային հերոսներով այս հունից հանողն է ինձ նվիրել ու ստե պոստերներ հիփ-հոփի հետ կապված ընդա Drake, J. Cole, Kendrick Lamar, մեկ էլ կլասիկ рэպերները կարելի ասել 90-ականների, 2000-ականների ստե ինչ-որ գլխարկների կոլեկցիա մի մասը, որտեղ մյուս մասն ընդդեմ գահարձերով լցրած ու երաժշտություն ձայնագրելու համար
հիմնական միկրոֆոնը, աուդիո տեխնիկա AT4040, այն լավ է ստրիմինգի համար, բայց այս դետալիզացիայի առումով լրիվ ուրիշ է, որ անհամեմատելի լավն է, ասենք մի անգամից նոր ձայնը գրելու դեպքում կարելի է նենց ձայնը ստանում, որ մի անգամից միքսի մեջ պարկած այլ գործ չի մնում վրան անել, ասենց ասած, եթե կարճ բացատրեմ, ու այսքանով ավարտում ենք ժողովուրդ, սանձ ռում տուր, կարճ փորձեցի արագի մեջ տեղավորեմ ինչը կար, հուսամ ձեզ դուր կգա, դե մենք էլ կհանդիպենք հաջորդ վիդեոներում, առայժմ